Չնայած Գյումրիում շրջանառվող այն խոսույթներին, որ հերթական նիստի տապալումից հետո ավականու արտահերթ եւս չի կայանա, այնուամենայնիվ ապահովվեց 18 անդամի մասնակցություն ու քվորում եղավ։ Նշենք նաեւ, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն արտահերթ նիստին ամբողջ կազմով ներկա չէր։ Գյումրու ավականին արտահերթ նիստում նախ հաստատեց համայնքի ավականու գործունեության նոր կանոնակարգը։ Փոփոխությունների նախագիծը ներկայացրեց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Կարեն Մալխասյանը, նշելով, որ նոր կարգավորումներով նիստերի աշխատանքը կդառնա ավելի կազմակերպված։ Ավականունից չի եղել, որ օրակարգից դուրս հարցեր հնչեցված չլինի։ Հիմա այս ամեն ինչը փորձել ենք ավելի կանոնակարգված ներկայացնել, եթե օրակարգից դուրս ավականու անդամները հարցեր կունենան, այդ մասին ավականին որոշում կկայացնի արձանագրային որոշում, որի համար ավականու նիստի ավարտին կտրամադրվի 30 րոպե լրացուցիչ ժամանակ։ Օրակարգում ընդգրկված էին նաև համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին ֆինանսական աջակցություն եւ դրամաշնորհներ տրամադրելու հարցերը։ Ավականին հավանություն տվեց նաև սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցական երեխաների համար դպրոցական անհրաժեշտ կրինական պարագաների ձեռքբերման ծրագրին։ Նիստում անդրադարձ կատարվեց նաև ճանապարհաշինական խոշոր սուբվենցիոն ծրագրերին։ Նախագծի համաձայն նախատեսվում է հիմնանորոգել 48 փողոց շուրջ 23 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ Ծրագրի արժեքը գնահատվում է շուրջ 8 միլիարդ դրամ, որից համայնքի մասնակցությունը կկազմի 4 միլիարդ 800 միլիոն դրամ կամ 60%-ը։ Աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2027 թվականին, իսկ իրականացման ժամկետը 365 օր։ Խնդրում եմ նկատի ունենալ, որ 2026 թվականին այս տարի սուբվենցիոն ծրագրերով, տարբեր ծրագրերով հենց այս տարի պետք է նորոգվեն 46 երկրորդ տարին կամ առաջնային ճանապարհներ 46 շուրջ 15 կամ 16 կիլոմետր։ Քննարկման ընթացքում ավականու անդամները բարձրաձայնեցին նաև արդեն ընթացող ճանապարհաշինական աշխատանքի ձգձգումների եւ դրանց պատճառով առաջացած երթևեկության խնդիրների մասին, ինչպես նաև անդրադարձ կատարվեց Գյումրու Տիգրան Մեծ փողոցի սկզբնամասում գտնվող կամուրջի շինաշխատանքների դանդաղեցման ընթացքին։ Բավականին դանդաղ են, շատ վատ են աշխատում, անգամ զվարճալի տեսանյութեր են արդեն հրապարակում համացանցում եւ արտարացի։ Մեր համակարգացիների հիմնական ասելիքը նրանում է, որ երբ ասում ես 2 կամ 3 հոգի մարդ է առավելագույնը ու բոլորս YouTube-ից օգտվում ենք, եթե YouTube-ը երկու արագություն ունի, որ երկու արագությունով է անում, իրանք -2 արագությամբ են մի քարը վերցնում, մյուսի վրա դնում, էլի։ Երևի 2 թե 3 օր է, որ եղանալի այս վիճակում է, դուք էլ տեսնում եք հեղեղները ու հեղեղներից հետո այդտեղ ջրային կուտակում է, բետոնյա պետք է ծածկ անեինք այդտեղ, դրա համար սպասում ենք, որ ամբողջը չորանար։ Լրատվամիջոցներում շրջանառվում են տեղեկություններ, որ եթե Ավետիս Առաքելյանը տեղափոխվի ազգային ժողով, ապա ավականու 4 խմբակցությունները մտադիր են համայնքապետի առաջին տեղակալի եւ համապատասխանաբար համայնքապետի պարտականությունները կատարողի պաշտոնում առաջադրել մեր քաղաքադաշինքի անդամ Լիզա Գասպարյանի տեխնացությունը։ Սակայն Առաքելյանը հայտարարեց, որ նման քննարկումներ իր տեղեկությամբ չեն եղել, սպասում են, թե ինչպիսի դատավճիռ կլինի Վարդան Ղուկասյանի պարագայում։ Սպասում ենք, տեսնենք Ինչին եք սպասում։ Ամսու 17-ին, որ կարողանանք արտար վճիռ կայանա եւ պարոն Ղուկասյանը գա եւ մասնակցի իր աշխատանքներին։ Հիշեցնենք, որ արտահերթ նիստին հերթական անգամ չէր մասնակցում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Նախկինում խմբակցությունը հայտարարել էր, որ իրենց գնահատմամբ Գյումրին կառավարող 4 քաղաքական ուժերը չեն արտարացրել ստանձնած պատասխանատվությունը եւ պետք է հեռանան իշխանությունից։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։ Արդեն երկրորդ տարին է Երևանի 148 հավաք դպրոցում լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Կարիքը վաղուց կար, հինը, որ շահագործման համար այլևս անվտանգ չէր, քանդել են, նորը նույն տեղում են կառուցում։ Մասնագետների գնահատականը եղել է, որ պետք է քանդվի, որպեսզի կարողանանք սեյսմիկ անվտանգությունը ապահովել։ Հիմա կառուցվում է 9 բալ եւ ավելին սեյսմականությամբ։ 50% եւ ավելին հիմնական դե ինքը երկաթբետոնե մոնոլիթ կառույց է, նախատեսված ծավալներով դիտարկենք 50% եւ ավելին արդեն մոտ 60%-ի մոտ աշխատանքներ են կատարված։ Շուրջ 60 տարվա պատմություն ունեցող ավագ դպրոցում ժամանակ առ ժամանակ միայն կոսմետիկ աշխատանքներ են իրականացվել։ Վերջին տարիներին խնդիրներն այնքան էին բարդացել, որ ժամանակավոր լուծումներն այլևս արդյունավետ չէին։ Ջեռուցումից մինչև սանհանգույցներ, խողովակաշարեր, համակարգային լուծում էր պետք։ Մենք անընդհատ հետևողական լինելով փորձել ենք վերանորոգման աշխատանքներ անել, բայց այսպես ասած երկրորդ հարկի ինչ որ մի հատ հատված, եթե վերանորոգում էինք անում կոյուղու հետ կապված, դառնում էր անիմաստ, որովհետև ինքը հիմնականում պիտի փոխվեր։ Այսինքն առաջինից երրորդ հարկ միջև պետք էր փոխվել։
Նոր դպրոցը մինչև 3 հարկանի 7 մասնաշենք կունենա, մոնոլիթ կառույցներ են, ոչ միայն ամուր, այլև ժամանակակից դպրոցաշինության բոլոր չափորոշիչներին համապատասխան 5700 քառակուսի մետր է դպրոցի ընդհանուր մակերեսը։ Գործի մոտ 60%-ն արել են, 2027-ին նախատեսում են շահագործման հանձնել։ Կառավարության ու Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով մոտ 2.4 միլիարդ դրամ կծախսվի։ Կառավարության զարգացման հնգամյա ծրագրով 2021-ից մինչև հիմա 170 դպրոց է կառուցվել կամ նորոգվել, նաև անհրաժեշտ գույքով են համալրվել։ Օրինակ մոտ 500 աշակերտ ունեցող դպրոցի համար պետական բյուջեից միջինում 63 միլիոն դրամ էլ ծախսվում է կահավորման համար։ Կառավարության հնգամյա ծրագրում նաև մենք կրթության մինչև 2030 թվականի զարգացման ծրագրով եւս ունենք պարտավորություն մինչև 2026 թվականի ավարտը Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները հագեցնել համապատասխան բնագիտական, ինժեներական եւ ՏՀՏ լաբորատորիաներով։ Այս պայմանությամբ կարող եմ ասել, որ այդ ցուցանիշը ապահովված է շուրջ 960 ուսումնական հաստատությունում եւ մինչեւ տարեվերջ Հայաստանի Հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունները ապահովված են լինելու այս լաբորատոր սարքերով եւ համապատասխան գույքով։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով հագեցած դպրոցներում առավել արդյունավետ կրթություն է իրականացվում։ Դրա արդյունքը դպրոցական տարբեր օլիմպիադաներում պատանիների ակտիվությունն ու արձանագրած հաջողություններն են։ Հայաստանի Հանրապետությունում ցավոք նախկինում չեն եղել բավարար լաբորատորիաներ կամ եղել են, բայց ոչ բավարար նյութերով կամ անհրաժեշտ գույքով, որոնք հնարավորություն կտային սովորողներին բնագիտական առարկաների փորձերը իրականացնել եւ պրակտիկայում հասկանալ դրանց օգտակարությունը կամ արդյունավետությունը։ Այժմ այդ բոլոր հնարավորությունները տրված են, այդ լաբորատորիաներում ամբողջ գույքի եւ նյութատեխնիկական բազայի հագեցումից բացի նախարարությունը իրականացնում է նաեւ ուսուցիչների մասնագիտական զարգացման գործընթացներ։ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրով նոր հաստատությունները անհրաժեշտ գույքով ապահովելու համար նախատեսված է ծախսել 415 միլիարդ դրամ, բացառապես պետական բյուջեից։ Վարժադաշտ է մտնում Տոր քրետանային ինքնագնաց հաուբիցը։ Այն զինված ուժերի նոր համալրումներից է եւ արդեն մի քանի ամիս է ընդգրկված է ուսումնական գործընթացում։ Ես ինքս մասնագիտությամբ ճարտարապետ կոնստրուկտոր եմ։ Մի քանի տարի առաջ մասնակցելով Պայստազորի հավաքներին անձամբ տեսա նոր համալրվող զինատեսակները, որը որ թույլ տվեց ինձ մտափոխվել, քաղաքացիական աշխատանքս թողնել, պայմանագիր կնքել Պաշտպանության նախարարության հետ։ Մարտկոցի հրամանատարը հրահանգավորում է անձնակազմին եւս մեկ անգամ հիշեցնելով զենքի հետ վարվելու անվտանգության կանոնները եւ տրվում է առաջադրանքը։ Զինվորները զբաղեցնում են նշանակված դիրքերը, տեխնիկան բերվում է պատրաստականության վիճակի ըստ ստացված կոորդինատների։ Յուրաքանչյուր գործողություն իրականացվում է հստակ հաջորդականությամբ։ Մեր լեռնային պայմաններում շատ հարմար օգտագործվող հրետանային միջոց է, որպես Մարտկոցի հրամանատար երկար ժամանակ աշխատել եմ տեխնիկայով, համարում եմ գերազանց։ Նմանատիպ տեխնիկաների ներմուծումը մեր բանակ իրականում մեծ հեղափոխություն էր մեր համար, փորձում ենք կատարելության հասցնենք մեր գիտելիքները, ինչպես նաև փոխանցենք ուսուցանվող անձնակազմին։ Տոր քրետանին նախատեսված է հատուկ օբյեկտներ խոցելու, կրակային միջոցներ ճնշելու եւ բազմաբնույթ կրակային առաջադրանքներ իրականացնելու համար։ Նոր սերնդի հրետանային համալիրի կառավարման հնարավորությունները թույլ են տալիս արագ արձագանքել իրավիճակի փոփոխություններին եւ բարձրացնել առաջադրանքների կատարման արդյունավետությունը։ Տեխնիկան ավտոմատացված է, աշխատում է իներցիոն նավիգացիոն համակարգով, որը կողմնորոշում է իր փողի դիրքը, բարձրությունը, բանակը բարելավում է նորագույն տեխնիկաներով, առաջ ենք գնում եւ մենք էլ դրանցից ոգեշնչվում ենք։ Ես ուսուցանվում եմ մոտ 5 ամիս որպես հաշվարկի հրամանատար, ջանք չենք խնայում սովորելու համար, պատիվ եմ համարում ծառայել բանակում, ուսուցանվել այսպիսի տեխնոլոգիայի վրա։ Նույն ուսումնական կենտրոնում պատրաստություն են անցնում նաև Միհր համակարգի անձնակազմը։ Այստեղ յուրաքանչյուր պարապմունք ուղղված է տեխնիկայի հնարավորությունների լիարժեք յուրացմանն ու հաշվարկների ներդաշնակ աշխատանքին։ Համակարգը ավտոմատ եղանակով կառավարվում է նշանառու օպերատորի մարտավարական համակարգչի օգնությամբ։ Հրետանային այս միջոցն ամբողջությամբ ավտոմատացված կառավարման համակարգ ունի։ Տրված կոորդինատները զինծառայողները ներբեռնում են պլանշետ եւ տեխնիկան պատրաստ է գործելու։
ավտոմատացված համակարգերում ամեն ինչ կառավարվում է համակարգչով, իսկ համակարգչի մոտ գործ ունի նշանառու օպերատորը, որպես զինվոր ես հպարտություն եմ զգում, որ մեր պետությունը համալրված է նորագույն գերճշգրիտ տեխնոլոգիաներով։ Միհր համակարգի անձնակազմը մշակում է մարտավարական տարբեր իրավիճակներ, առաջադրանքի ստացումից մինչև դրա լիարժեք իրականացում։ Զինծառայողները հերթականությամբ կատարում են անհրաժեշտ գործողությունները, կատարելագործելով դիրքի զբաղեցման, առաջադրանքի մշակման եւ դրա կատարման հմտությունները։ Հնարավորություն է տալիս կրակային խնդիրներ կատարել տեղանքի նեղ, ծանծաղուտ եւ դժվարանցանելու վայրերում։ Պարբերաբար անցկացվող պարապմունքները հնարավորություն են տալիս անձնակազմերին գործել տարբեր պայմաններում եւ արագ կողմնորոշվել փոփոխվող իրավիճակներում։ Ստացած տեսական գիտելիքները զինծառայողներն արդեն ամրապնդել են վարժադաշտում ուսումնական կրակով։ Երբ կատարեցինք մեր առաջին կրակը, դա կարծես այս զորատեսակների համար մկրտություններ, նորակոչիկների համար։ Ծառայությունը զինվորի համար պարտք է իր հայրենիքին եւ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է, որ գալով բանակ պաշտպանում ենք մեր հայրենիքը, ընտանիքը, հարազատներին եւ ընկերներին։ Հայրենական արտադրության Ատլանտ հրթիռ հրետանային համակարգը եւս ուսումնառության անբաժանելի մաս է։ Ժամանակակից այս համակարգերը նախատեսված են հեռավոր թիրախներ խոցելու եւ տարբեր բարդության հրետանային առաջադրանքներ կատարելու համար։ Ատլանտի գլխավոր առանձնահատկություններից մեկը անձնակազմի անվտանգությունն է։ Համակարգը նախագծվել այնպես, որ առաջադրանքների կատարման ընթացքում հնարավորինս նվազեցվի զինծառայողների ռիսկի ենթարկվելու հավանականությունը, միաժամանակ պահպանելով գործողությունների արդյունավետությունն ու արագությունը։ Տեխնիկան բարձրացնելուց հետո մենք հեռանում ենք դեպի թաքստոց, մեզ տալիս են կոորդինատներ, մենք տեղադրում ենք պլանշետի մեջ եւ նշանառում ենք հրանոթը։ Նորագույն սպառազինությամբ համալրված ստորաբաժանումներում ուսումնական գործընթացը շարունակական է։ Ժամանակակից սպառազինությունը անձնակազմի բարեհոգեբանական կայունության կարևոր խթան է։ Լաուրա Մամյան, Ռազմիկ Տիգրանյան։ Միացյալ Նահանգները կրկին հարվածներ է հասցրել Իրանին, Իսլամական Հանրապետության տարբեր հատվածներում պայթյուններ են որոտացել։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ վերսկսում է իրանական նավահանգիստների շրջափակումը։ Նշվում է, որ ներկայումս Մերձավոր Արևելքում տեղակայված է ամերիկյան զինված ուժերի ավելի քան 20 ռազմանավ եւ հարյուրավոր ուղղաթիռներ։ Նաեւ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապ ունեցող մի շարք անձանց ընկերությունների եւ նավերի նկատմամբ։ Իրանն էլ հարվածել է Բահրեյնում ամերիկյան ուժերին, Քուվեյթում ռազմական նավի կան տուժածներ։ Թեհրանից նաև հայտնել են, որ Իրանի հարավին վերջին հարվածների հետևանքով առնվազն 30 քաղաքացիական անձ է զոհվել։ Մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է։ Դոնալդ Թրամփը մեկնաբանելով Իրանի շուրջ զարգացումները հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ իրանական, եւ նավթը հոսում է ինչպես երբևէ չի հոսել։ ԱՄՆ նախագահը որոշել է հրաժարվել նեղուցով անցնող բեռնափոխադրումների համար 20%-ի վճար սահմանելու մտադրությունից։ Փոխարենը Պարսից ծոցի երկրների հետ առևտրային եւ ներդրումային համաձայնագրեր կկնքվեն։ Թրամփը նախազգուշացրել է, շարունակելու են զանգվածային հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետության տարածքին, կարող են թիրախավորվել էլեկտրակայաններ եւ կամուրջներ։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, այժմ չի ցանկանում բանակցել, նա մեղադրել է իրանական կողմին ստորագրված հուշագիրը խախտելու համար։ Թեհրանից արձագանքել են, ռազմական գործողությունները չեն ստիպի Իրանին բանակցություններ աղերսել։ Փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրն այլևս չի գործում, քանի որ Վաշինգտոնը չի կատարում ստանձնած պարտավորությունները։ ԱՄՆ հանրապետական եւ դեմոկրատական կուսակցությունների սենատորները ներկայացրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի թարմացված տարբերակը։ Ինչպես նախնական խմբագրմամբ, այնպես էլ նոր տարբերակով երկրորդային պատժամիջոցներ են նախատեսվում ռուսական նավթ եւ գազ գնող երկրների դեմ, սակայն որոշ դրույթներ մեղմվել են եւ ներառում են բացառություններ։ Ի սկզբանե առաջարկվում էր 500% ներմուծման մաքսատուրք սահմանել այն երկրների ապրանքների համար, որոնք կշարունակեն ռուսական էներգակիրներ գնել։ Նոր տարբերակում մաքսատուրքի չափը նվազեցվել է 100%-ի, իսկ այն երկրները, որոնք Ռուսաստանից գնում են ավելի քիչ, քան նավթի կամ գազի իրենց սպառման 15%-ը կազատվեն մաքսատուրքերից։ Բացի այդ, օրինագիծը նախագահին լիազորություն է տալիս կասեցնել պատժամիջոցները, եթե նա համարի, որ դա բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից։ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հակառուսական պատժամիջոցների փաթեթում կարող են ներառվել սահմանափակումներ նաև Իրանի եւ Լիբանանյան Հեզբոլլահ շարժման դեմ։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ օրինագիծն ամենայն հավանականությամբ կհաստատվի։
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Ռոստովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի, ինչպես նաև Ազովի եւ Սև ծովերի տարածքներում խոցվել է մի քանի տասնյակ ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Մայրաքաղաքային իշխանությունների տվյալով վերջին 24 ժամում միայն Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 340 ԱԹՍ, մեծ մասը չեզոքացվել է։ Կերճ քաղաքը ուկրաինական հարվածների հետևանքով մնացել է առանց էլեկտրականության։ Ռուսական ուժերն էլ հարվածներ են հասցրել Ուկրաինային, Սումիի շրջանում կան զոհեր եւ վիրավորներ, քաղաքացիական անձինք։ Զոհեր կան Օդեսայում, վնասվել են նավահանգստային ենթակառուցվածքներ։ Տեղեկություններ կան, որ ռուսական ուժերը Սև ծովում առևտրային 2 նավի են հարվածել։ Նշվում է, որ դրանք նավարկել են Տանզանիայի եւ Լիբերիայի դրոշների ներքո։ Նավերից մեկի կապիտանը զոհվել է, անձնակազմի 11 անդամ տարհանվել է, կան տուժածներ։ Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Օդեսայի ափերի մոտ հարձակման է ենթարկվել թուրքական ընկերությանը պատկանող քաղաքացիական առևտրային նավ, որի անձնակազմի ներկայացուցիչներն ադրբեջանցիներ են եղել։ Գերատեսչությունից հավելել են, որ Ուկրաինայում Բաքվի դեսպանատունը կապի մեջ է համապատասխան մարմինների հետ եւ հյուպատոսական աջակցություն է ցուցաբերում քաղաքացիներին։ Դիանա Գասպարյան։ Արդեն իսկ խոշորացված երկու միավորի Փամբակի եւ Վանաձորի միավորումով կառավարությունը քաղաքական խնդիր է լուծում Վանաձորի ավականու ճգնաժամը լուծելու կամ նույն սցենարը առաջիկա ընտրություններին կանխելու համար, գնում է ապակենտրոնացման եւ ինքնուրույնություն տալու, թե մեկ այլ ճանապարհով։ Այս եւ մի շարք այլ հարցեր բարձրացվեցին Լոռու մարզպետարանում կայացած հանրային քննարկման ընթացքում։ Հանդիպմանը ներկա էին մարզի մի շարք համայնքների, վարչական բնակավայրերի ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ ներկայացուցիչներ։ Ի պատասխան վերոնշյալ հարցին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը նշեց, որ խոշորացման ծրագրի աշխարհագրությունը մեծ է, չի սահմանափակվում Վանաձորով։ Չբացառեց նաեւ, որպես կողմնակի էֆեկտ գործընթացի դրական ազդեցությունը ճգնաժամի լուծման վրա։ Բայց սա նպատակը չի այս հարցը լուծելու։ Այդ հարցը լուծելու մեխանիզմը ժողովրդի քաղաքացիների ձեռքում է իրանց ընտրության միջոցով, ընտրություններին մասնակցելու ժողովրդավարական մեխանիզմների իրենց ձայնը տալու եւ այլնի միջոցով։ Ունենք առնվազն 3 օրինակ այս տարի ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխությունների, Լոռու, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում էլի խոշորացումների, արդեն այս խոշորացված համայնքների եւ եւս 2 նախատեսվող, այսինքն Վանաձոր, Փամբակ եւ Արարատ Վելի խոշորացումներ։ Եթե ուշադիր նայեք այս աշխարհագրությանը, կարող է նույնիսկ հակառակ պատկերը տեսնեք քաղաքական առումով։ 22 բնակավայրերի ընդգրկմամբ ձևավորվող Վանաձոր խոշորացված համայնքն այսպիսով կլինի մայրաքաղաքից հետո ամենամեծ քաղաքային միավորը։ Իսկ ինչ կտա դա բնակիչներին, ով կշահի փոփոխությունից, ինչպիսի ներկայացվածություն կունենան այս համայնքները ավականու կազմում, արդյոք Վանաձորը միջոցների վերաբաշխման արդյունքում ավելի հետ չի մնա Երևանից, ինչ է ցույց տալիս նախորդ փորձը։ Ուսումնասիրությունները 2016 թվականին սկսած խոշորացման process-ի, որ շրջանային սկզբունքով իրականացվող խոշորացումները, այսինքն ավելի մեծ տարածաշրջան ընդգրկող համայնքների ձևավորումը ինքը շատ ավելի էֆեկտիվ է եւ շատ ավելի օգտակար արդյունքներ ունենում համայնքի բնակիչների մատուցվող ծառայությունների որակի, համայնքի կարողությունների վրա եւ այս տրամաբանության մեջ մեր բարեփոխումները այս ուղղությամբ շարունակական են լինելու։ Խոշորացումը մենակ դրական է անդրադառնալու, որտեղ ներդրումներ են իրականացվելու ավելի մեծ ծավալով այդ գյուղերում, բոլոր բնակավայրերում եւ ոչ մի ձգող բան, որպես այդպեսին, համայնքի կենտրոն չկա։ Իսկ գուցե ավելի ռացիոնալ չէ լինի Վանաձորը մնալ քաղաքային համայնք, գյուղական համայնքները դառնային մեծ գյուղական խնդիրներով համայնք։ Համայնքի ղեկավարի համայնքերը կլիներ։ Օրինակ օձունը չէ, օձունի համայնքի ղեկավար ոնց է պատկերացնելու հոգսը, գյուղացուի մի համայնք զուտ անաստապահությունով է զարգացած, ասում էր մի համայնքը հուսահատությամբ է զարգացած, բայց արդյունքը ցույց տվեց, որ լավ կառավարիչ ունենալու արդյունքում խոշորացած համայնքը շատ է։ Ապակենտրոնացումը հնարավոր չի առանց վարչատարածքային բարեփոխումների։ Այսինքն մենք առաջին հերթին պետք է ձևավորենք ուժեղ ֆինանսական եւ մասնագիտական ներուժով կարողություններով համայնքներ, նոր հետո մտածենք իրանց լիազորություններ տալու մասին։ Վարչատարածքային բարեփոխումները առաջին քայլն են ապակենտրոնացման։ Ինչքան համայնքներն ավելի ուժեղ լինեն, խոշոր լինեն, իրանց ձայնը ավելի հնչեղ լինի, ավելի բարձր լինի տարբեր ասպարեզներում, այնքան այդ ապակենտրոնացումն ավելի շուտ տեղի կունենա։ Չունենք
հստակ երաշխիք, որ ենթադրենք 2 տարի հետո ապակենտրոնացումը տեղի է ունենալու, սա սարսափեցնող է։ Մեծը դիտեր ավելի ուժելու, փոքրերը ավելի է զորանալ։ Բանալու է ամբողջ 35 միլիոն դոլարանոց ծրագիրը փակում է մի հատ Երևանի downtown-ը, օրինակ, այսինքն ստացվում է հենց իրավիճակ, որ էլի Երևանը աճում է զարգանում մեծանում, այս Վանաձորը կամ այլ քաղաքները դադարեցնում են։ Ու այնպես իրավիճակ է, որ այդ նույն Քամբակի գյուղ գնալ գալը ին վրա ավելի թանկանացնում, քան Երևան գնալ գալը։ Ու այստեղ էլի հարց առաջանում, սա ինչ-որ գլոբալ մեկ ծրագրեր ունենք, որ դրա հարցը լուծեն։ Համայնքների միավորումը հնարավորություն կտա ավելի արդյունավետ օգտագործել առկա ռեսուրսները, մեծացնել համայնքների կարողությունները եւ բարձրացնել բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը, հավաստիացրեցին երկրի գլխավոր գերատեսչության ներկայացուցիչները եւ որպեսզի քաղաքին միացող գյուղական բնակավայրերի գյուղատնտեսական հիմնախնդիրները ստվերում չմնան, հույսը կդնեն լավ կառավարիչների ու խելացի գյուղատնտեսության ծրագրերի վրա։ Վանաձորի բնակավայրերի կարիքների ու դրանց ուղղված առաջարկությունների մասին ներկաները շարունակեցին խոսել։ Քամբակի եւ Վանաձորի ավականիների լիազորությունները կավարտվեն դեկտեմբերին։ Տարեվերջին կայանալիք թիմ ընտրություններին Քամբակն ու Վանաձորը կներկայանան մեկ միավորի կազմում։ Հերմինե Յավրյան, Հայկ Վարդանյան, Դանիել Յավրյան։ Դիլիջանը հյուրընկալեց Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի պատվիրակությանը։ Ֆորմուլապ ընկերության քաղաքի արվեստի կոդ ծրագրի շրջանակում միջազգային եւ հայ կինոգործիչները մասնակցեցին քաղաքի մշակութային ժառանգությանը նվիրված ճանաչողական շրջայցին։ Ծրագրի առանցքային կանգառներից մեկը Դիլիջանի հայկական գործվածքի թանգարանն էր, որտեղ հյուրերը ծանոթացան հայկական գործվածքի դարավոր ավանդույթներին, ժողովրդական արհեստներին ու թանգարանի հավաքածուին։ Արվեստի կոդ ծրագրի հիմնական նպատակը Դիլիջան քաղաքում նորից վերծանել մշակույթի եւ արվեստի կյանքը։ Այսօր հյուրընկալում ենք Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի հյուրերին, ինչը մեզ համար հատկանշական է, քանի որ նման մշակութային գործիչներ միաժամանակ շատ երկար տարիներ չեն եղել Դիլիջանում։ Նախ եւ առաջ սկսեցինք հենց Հովհաննես Շահրամյանի թանգարանից, քանի որ Շահրամյանը Վանիկային մարդկանցից է եղել, ով իր ժամանակա շրջանում այդ շունչը, արվեստի շունչը պահպանել է եւ միշտ բերել է, ինքը եղել է ձգողական մարդ, հենց արվեստի մարդկանց հավաքելու Դիլիջանում։ Թանգարանի այցելությունը դարձավ ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը, ընդգծելով մշակութային ժառանգության դերը ժամանակակից արվեստի եւ ստեղծարար նախաձեռնությունների համատեքստում։ Քաղաքի արվեստի կոդ նախաձեռնության նպատակն է վերաիմաստավորել քաղաքային մշակութային տարածքը, արվեստի միջոցով բացահայտելով Դիլիջանի ինքնությունն ու պատմական ժառանգությունը։ Շատ ուրախ եմ, որ այս թանգարանը արդեն իր ակտիվ շրջանի մեջ է, կյանքը լի է այստեղ եւ տարբեր ստեղծագործ մարդիկ անտարբեր չեն թողնում այս թանգարանը եւ անպայման գալիս են այստեղ ներշնչվելու, ողջորվելու։ Այսօր էլ կարևոր հյուրեր ունենք այստեղ, ստեղծագործ մարդիկ են, ես կարծում եմ, որ սա նրանց համար նոր ներշնչանքի աղբյուր կհանդիսա։ Շրջայցից հետո պատվիրակությունը շարունակել է օրվա մշակութային ծրագիրը այցելելով Դիլիջանի հայտնի եւ սիրված վայրեր։ Նման նախաձեռնությունները նպաստում են մշակութային ժառանգության հանրահռչակմանը, խթանում մշակութային զբոսաշրջությունը եւ ամրապնդում Դիլիջանի դիրքը որպես ստեղծարար նախաձեռնությունների ու մշակութային կյանքի ուղղություն։ It's not my first time in Armenia. I would say it's Սա առաջին անգամը չէ, որ Հայաստանում եմ, բայց Դիլիջանում առաջին անգամ եմ լինում։ Շատ ուրախ եմ բացահայտել այս քաղաքը եւ հատկապես հանդիպել հայ երիտասարդ կինոգործիչների հետ։ Նման հանդիպումները միշտ կարևոր են, որովհետև նոր գաղափարների, համագործակցությունների եւ ապագա համատեղ նախագծերի սկիզբ կարող են դառնալ։ Դիլիջանը շատ ջերմ տպավորություն թողեց ինձ վրա։ Այստեղ զգացվում է մշակույթի, պատմության եւ ստեղծարար էներգիայի յուրահատուկ համադրությունը։ Կարծում եմ, այսպիսի նախաձեռնությունները մեծ ներուժ ունեն, ոչ միայն ներկայացնելու Հայաստանը միջազգային կինոհանդրությանը, այլև նոր մշակութային կապեր ստեղծելու տարբեր երկրների արվեստագետների միջև։ Քաղաքի արվեստի կոդ ծրագիրը միավորում է քաղաքի պատմությունը, մշակույթն ու ժամանակակից արվեստը, ստեղծելով երկխոսություն անցյալի եւ ներկայի միջև ու բացահայտելով Դիլիջանի մշակութային ներուժը նոր ձևաչափով։
Հուլիսի 6-ից 13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3740 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 176 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ SAP 179 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 125 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշ հետ կապված 33 շամրակապված վարելու 624, առանց մանկական նստատեղի քարսիթի 10, վարելու ընթացքում ծխելու 457, վարելիս հեռախոսից օգտվելու 216, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 5 եւ 1197 այլ իրավախախտում, 18 մեքենա շահագործվել է առանց ԱՊ պայմանագրի 97-ը տեխնիկական զննություն չանցած, 135-ը լուսարձակների անսարքությամբ, 40-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողայնապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժինները տարվել 75 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13826 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 184 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ SAP 349 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 361 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 61 չամրակապված վարելու 3711, առանց մանկական նստատեղի քարսիթի 297, վարելու ընթացքում ծխելու 499, վարելիս հեռախոսից օգտվելու 646, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 96, արագության գերազանցման 2477 եւ 4228 այլ իրավախախտում, 91 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊ պայմանագրի 484-ը տեխնիկական զննություն չանցած, 485-ը լուսարձակների անսարքությամբ, 123-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողայնապակիներով, 12 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժինները տարվել 36 անձ։ Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրի շինարարական աշխատանքներն ավարտված են։ Ջրափրկարարական ջոկատն այսուհետ ծառայությունը կազմակերպելու է առավելարդիական միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններում, ինչը կնպաստի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Հուլիսի 13-ին տեղի ունեցել նոր վարչական համալիրի բացման արարողությունը, որին մասնակցել են ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։ Ներկայ էին նաեւ փրկարարծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնելով ԱՄՆ կառավարությանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը եւ բոլոր գործընկերներին հատուկ ջրափրկարարական կայանի նոր վարչական համալիրի կառուցման աջակցելու համար ընդգծել է, որ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը վերածվել է կառուցողական գործընկերության եւ բարեկամության։ Նախարարի խոսքով Հայաստանի կառավարությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել փրկարար ծառայության զարգացման ուղղությամբ, ընդլայնելով ենթակառուցվածքային հնարավորություններն ու ամրապնդելով ծառայության կարողությունները։ Մենք կատարում ենք ներդրում նոր ենթակառուցվածքի վրա, բայց այն առավելապես ներդրում է մեր փրկարարների եւ մեր քաղաքացիների անվտանգության ամրապնդման գործում, որովհետեւ պակաս կարևոր չէ, թե ինչպիսի աշխատանքային պայմաններում եւ ինչպիսի անվտանգային պայմաններում են ապրում փրկարարները, ծավալում իրենց գործունեությունը, կատարում փրկարարական գործողությունները, որովհետեւ դրանից է կախված առավելապես, թե ինչպիսի որակով աշխատանք կմատուցենք մենք մեր քաղաքացիներին։ Այս ենթակառուցվածքը պիտի լինի նոր մեկնակետ, զարգացնելու մեր կարողությունները, ձևավորելու նոր հմտություններ, ավելի կատարելագործելու դրանք եւ մեր հանրությանը մատուցելու նոր որակի ծառայություն։ Ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ջրափրկարարների նվիրումն ու պատասխանատու ծառայությունը, նշելով, որ նրանց աշխատանքը հաճախ վճռորոշ է մարդկային կյանքերի փրկության գործում։ Նա վստահություն է հայտնել, որ ենթակառուցվածքի գործարկումը նոր հնարավորություններ կստեղծի ծառայության զարգացման համար, ամրապնդելով ջրափրկարարների կարողությունները եւ մեծացնելով յուրաքանչյուր փրկարարական գործողության հաջողությամբ ավարտվելու հավանականությունը։ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, անդրադառնալով ներքին գործերի նախարարության եւ ԱՄՆ կառավարության միջև ձևավորված համագործակցությանը, նշել է, որ այն շարունակաբար ամրապնդվում է, ընդգրկելով նաեւ փրկարարծառայության հետ իրականացվող ծրագրերը։ Այդ համատեքստում նա ընդգծել է, որ նոր վարչական համալիրը կնպաստի փրկարարների համար առավել անվտանգ եւ հարմարավետ աշխատանքային պայմանների ստեղծմանը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը շրջել են նոր վարչական համալիրում, ծանոթացել շենքային պայմաններին, դրա ֆունկցիոնալ հնարավորություններին, ծառայողների համար ստեղծված աշխատանքային եւ կենցաղային պայմաններին, հանգստի եւ կապի սենյակների հագեցվածությանը, ինչպես նաեւ տեխնիկական եւ գույքային ապահովվածությանը։
Հիշեցնենք, որ վարչական համալիրի շինարարությունը մեկնարկել էր 2025 թվականի ամռանը եւ ամբողջ ընթացքում գտնվել է ներքին գործերի նախարարության խիստ վերահսկողության ներքո, շինարարական աշխատանքների որակի եւ սահմանված ժամկետների պահպանման նպատակով։ Սևանի ջրափրկարական կայանի կառուցումն իրականացվել է ներքին գործերի նախարարության, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության, ԱՄՆ ռազմական խմբի աջակցությամբ։ Ներքին գործերի նախարարը այցելել է նաև ջրային պարեկային ծառայության մոդուլային բլոկներից պատրաստված լողացող նավամատույց, հետևել ջրային պարեկների ծառայությանը։